այս գեղեցիկ հարկի ներքո։ Այսօր խոնարհում վաստակի խորագրով միջոցառման շրջանակում մեծագույն հարգանքով շնորհակալությունս եմ ուզում հայտնել այն նվիրալներին, ովքեր եղել են Արգելի անբաժանելի մասը շուրջ 40 տարի։ Ինչպես յուրաքանչյուր կրթօջախ, Արգելի մանկապարտեզն ունի կենսագրություն, որն ունի ավելի քան 75 տարվա պատմություն։ Վերա Գալստյանը, ով 25 տարի ղեկավարել է այս կրթօջախը, 1984 թվականին մանկապարտեզում ընդունել է աշխատանքի որպես դաստիարակներ ընկեր Ալվարդին, ընկեր Ասիային, դաստիարակի օգնական Մարիամին և որպես խոհարար Վարդուշին։ Մեծ է Տիկին Գալստյանի ներդրումը մանկապարտեզի աշխատանքների կազմակերպման գործում։ Ջանասիրաբար աշխատելով կոլեկտիվը ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որտեղ երեխաները կարողացել են լիարժեք զարգանալ, զվարճանալ, անհոգ մեծանալ։ Եվ ահա, երբ 1995 թվականին ես ստանձնեցի մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, ինձ պարտավորված էի զգում սրբորեն պահպանել բոլոր այն լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները, որը վաստակել էր արդեն կայացած կոլեկտիվը։ Միասին մենք ունեցել ենք բազում հիշարժան պահեր, ուրախություններ, հաջողություններ ու մարտահրավերներ, եղել են դժվարին տարիներ, մութ ու ցուրտ օրեր։ Մենք միասին արել ենք անհնարինը, որպեսզի երեխաները կարողանան լիարժեք զարգանալ, դաստիարակվել, նրանց համար ստեղծել ենք ապահով միջավայր և կազմակերպել ենք ժամանակին սնունդ մատակարարելու հարցը։ Այսօրը հիշարժան է նրանով, որ մեզ հնարավորություն է տալիս արժևորելու մեր կրթօջախի հենասյուների աշխատանքային վաստակը։ 4 տասնամյակ շարունակ նրանք կրթել, դաստիարակել և խնամել են բազում սերունդներ։ Նրանք անմնացող նվիրված են իրենց աշխատանքին, իրենց սաների, որոնց հիշում և սիրում են յուրաքանչյուրին յուրովին։ Մանուկների հետ աշխատելով, սիրելիներս, դուք մնացել եք մանուկների նման պարզ, բարի ու շիտակ։ Իմ խորին հարգանքն ու խոնարհումը ձեր տարիների վաստակի առաջ։ Հարգարժան Ալվարդ, Ասիա, Մարիամ և Վարդուշ։ Շնորհակալություն։ Ես 40 տարիների ձեր ծառայության մեջ 20-ն էլ ես եմ ձեր հետևել, մոտ շուտով, և ուրախ եմ, որ այսօր պիտի այդ խոսքը օրհնանքը սրտի գնահատանքը բերեմ։ Եվ գիտենք բոլորս էլ խոսք, որ ասում ենք մի տարվա գործ ունենք, հույս մշակենք, 10 տարվա ծրագիր ունենք, ծառ մշակենք, 100 տարվա ծրագիր ունենք, երեխաներ դաստիարակենք։ Այսիա Շամիլի։ Ընկեր Այսիան ծնվել է քաղաքամայր Երևանում 1979 թվականին, ամուսնացել և տեղափոխվել է ընդունվել է Լուսակերտի Մսուր մանկապարտեզ աշխատանքի որպես դաստիարակ։ Գերասյան յուրաքանչյուր երեխայի հետ ընկեր է, հոգեբան ու խորհրդատու, ով զգում է նրանց ներաշխարհը, հասկանում հույսերն ու քաջալերում առաջին իսկ դժվարության պահին։ Նրա փափուկ ձայնը մխիթարում է տխուր փոքրիկներին, իսկ ժպիտը ջերմացնում նրանց սրտերը։
Հարգելի ղեկավարություն, հյուրեր, ծնողներ և մեր մանկապարտեզի անձնակարգ, ես շատ շնորհակալ եմ ընկեր Ազարյանից այսօրվա միջոցառումը կազմակերպելու մեծ հարգանքի և պատվի արժանացնելու համար։ Արդեն 40 տարի է, որ ես ընտրել եմ մանկավարժությունը և իմ ամբողջ կյանքը նվիրել մատաղ սերնդի դաստիարակման և կրթման գործին։ Ցանկանում եմ առանձնահատուկ նշել Վերա Գալստյանի և Կարինե Ազարյանի մեծ դերը, ավարտն ու նվիրվածությունը մեկ մանկապարտեզին, մատաղ սերնդին դաստիարակելու ակտիվ ջանքերին, որի արդյունքում ունենք կոլեկտիվ, որտեղ աշխատելը շատ մեծ հարգանք է ու պատիվ։ Անշուշտ դուք էլ մեզ շատ մեծ պատվի եք արժանացրել, իսկ ես աշխատում եմ ջանք ու եղանք չխնայել օրինակելի հայ մարդ, հայ ընտանիքի ապագա հայ երմանք կրթելու և դաստիարակելու գործում, որի ամանատեսը և դուքան դուք եք։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ մեզ վստահելու և գնահատելու և մեր հետ այսօր սերու համար։ Շնորհակալ եմ նաև մեր փոքրիկներից, որ մեզ շատ ուրախ ժամանակ նվիրեցին։ Շնորհակալություն։ Իրենք գեղեցիկ բարով մեր միջոցառումն էլ ավելի մեր մանկապարտեզի նախնիստաները Նարի Եփրեմյանը, Մելանիա Գաբրելյանը և Վիկտորիա Խաչատրյանը։
Մանկապարտեզը շատ ավելին է, քան պարզապես մի վայր, որտեղ երեխաները անցկացնում են իրենց օրերը։ Այն տուն է, սիրով ու ջերմությամբ լի, որտեղ փոքրիկները սովորում են առաջին քայլերն անել, ոչ միայն կյանքում, այլև մարդկային արժեքների համակարգում։ Եվ այդ տան հիմնադիրներից մեկը մեր սիրելի ընկեր Ալվարդն է։ Ընկեր Ալվարդը դաստիարակ է բարիս ամենաջերմ ու ամենախոր իմաստով։ Նա եղել այն դաստիարակը, ով փոքրի արցունքը վերածել է ժպիտի, վախը վստահության, իսկ լռությունը համարձակ առաջի բառերի։ Հարգելի ընկեր Ալվարդ, ավագ խմբի սաները ձեր համար պատրաստել են սրտի ծառ։ Այդ ծառի վրա նրանք ընկեր քնարիկի օգնությամբ գրել են այն բառերը, որոնք բնութագրում են ձեզ այնպես, ինչպես զգում են ձեզ իրենց սրտում։ Գերազարյանին գրել եմ փոքրիկ ագրոստիկոս Գերազարյանի մասին սրտի խոսքերից։ Արևի պես ջերմ ու պայծառ, ձվարդ սրտով, աշխատասեր ու մարդասեր, րոպեում պարտեզ ու զարդարով, յուրահատուկ հոգով փայլով, ազնիվ խոսքով սիրով լցվող, նպատակին հավատարիմ մնացող։ Աստծո կամքով մտա պարտեզ, զարմացա և հիացա, այսքան ջերմություն ու սեր րոպեում ես տեսա, 7-ն էինք, դարձան 21, առաջինն էինք ինձ համար, նրբատկար ու բանիմաց։ Արարքունքներից մեկի ժամանակ մենք երեխաների հետ դաստիարակներին էինք բնութագրում, երբ սկսեցին բնութագրել ընկեր Ալվարդին, երեխաները յուրաքանչյուրը սկսեց իր մտքով անցած խոսքը, իր սրտով եղած խոսքը ասել, բնութագրել և այդ խոսքերը հիմա այս ծառի վրա են, կարդամ այդ խոսքերը։ Ընկեր Ալվարդը բարի է, ժպտեր ես, ուրախ, գեղեցիկ, մանկասեր, հոգատար, մարդասեր, քնքուշ, արևի պես ժպտում է։ Մեր որ ընկեր Ալվարդը Մի խոսքով ընկեր Ալվարդը արև է։ Սարավայրացին է,
Արարչում, Նոր Հայջն համայնքի Արքելի Մսուր մանկապարտեզ Հոակի խոհարար Վարդուշ Օնիկի Գասպարյանին, 40-ամյա աշխատանքային գործունեության, բարեփոխ աշխատանքի և անմոռացող նվիրումի համար։ Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ Նոր Հայջնի համայնքապետարան պատվոգի տրվում է խոնարհուն վաստակի միջոցառման շրջանակում Նոր Հայջն համայնքի Արքել Մսուր մանկապարտեզ Հոակի դաստիարակի օգնական Մայրամ Վարդգեսի Բաբայանին 40-ամյա բարեփոխ աշխատանքի երեխաների խնամքի դաստիարակությանը անմոռացող նվիրվելու համար։ Ամենի համար, ինչ տարիներ շարունակ տվել եք մեր մանկապարտեզին։ Թող ձեր վաստակը լինի երկարատև, ձեր նվիրումը արժևորված, իսկ ձեր շուրջը միշտ տիրեն նույն ջերմությունն ու սերը, որ դուք տարիներ շարունակ փոխանցում եք մյուսներին։ Թող ձեր ջանքերը շարունակեն ծաղկել ձեր սաների նվաճումների մեջ։ Թող ձեր սրտերում երբեք չմարեն սերն ու կրակը, որ ոգեշնչում է բոլորիս։ Այս միջոցառումը ոչ միայն անցած տարիների անդրադարձ է, այլ նաև ուղերձ բոլորիս վաստակած յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր հուզմունքի ու ջանքի, որ ներդրվել է մեկ ընդհանուր նպատակի հասնելու համար։ Շնորհակալ ենք ձեզ, ընկեր Ալբերտ, ընկեր Ասիա, Տիկին Մարիամ և Տիկին Վարդուշ։ Մաղթում ենք ձեզ առողջություն, երջանկություն և հետագա տարիներին սպասում ենք նոր ձեռքբերումներ, ձեր սիրելի և նվիրական աշխատանքում։ Եվ այսպես մեր գեղեցիկ ու տպավորիչ միջոցառումը կեզրափակի ժողովրդական երգերի շարան երգով Գոռ Բետոյանի կատարմամբ։
Շնորհակալ եմ բոլորին, բայց վերջում ուզում եմ մեր շնորհակալությունը կոլեկտիվի կողմից մի փոքրիկ հուշանվեր լավ կոլեկտիվի կողմից մյուսներ ճիշտն ասած մեր չորսի կողմից չգիտեմ ինչքան աշխատենք երկար թե չէ, ամեն դեպքում որպես հուշ կհիշեք մեզ։
հարգելի հյուրեր, ծնողներ, այսպիսով մեր ներզեկիչնիկ ներկեր։ Հարգելի մանկապարտեզի տնօրինություն, հյուրեր, գործընկերներ, սիրելի ծնողներ եւ իմ թանկագին փոքրիկներ։ Այսօր այս տոնական եւ հուզիչ օրը իմ սիրտը լցված է շնորհակալությամբ, հպարտությամբ եւ մի փոքր կարոտով։ 40 տարի առաջ ես առաջին անգամ ոտք դրեցի այս մանկապարտեզ դեռ երիտասարդ։ Այդ օրվանից սկսած իմ ամեն օրը սկսվել է նոր լույսով, նոր հույսերով և մեծ պատասխանատվությամբ։ Ավելի քան 4 տասնամյակ ես ինձ համարել եմ ոչ միայն մանկավարժ, այլ մեծ ընտանիքի անդամ իմ սիրելի մանկապարտեզում։ Ուզում եմ անկեղծ ու ջերմ շնորհակալությունս հայտնել իմ նախկին և ներկա տնօրեններին, որոնցից յուրաքանչյուրը թողել է իր խորը հետքը իմ մասնագիտական և մարդկային ճանապարհի վրա։ Սիրելի ընկեր Գալստյան, ես շատ ուրախ եմ, որ դուք այսօր ներկա եք այս միջոցառմանը։ Եվ հիմա եկել է ձեզ շնորհակալություն ասելու ժամանակը, բառերը քիչ են մեր զգացմունքները արտահայտելու համար։ 11 տարի աշխատել ենք միասին եւ ձեր խորհուրդներն ու գնահատանքը անփոխարինելի են եղել ինձ համար։ Ինձ համար դուք եղել եք հիանալի ղեկավար, ում հետ աշխատելը մեծ պատիվ է եղել ինձ համար եւ այսօր եւս մեկ անգամ ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն ձեր սրտացավության, ներբանուկատության եւ իմ հանդեպ ունեցած վստահության համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր մանկապարտեզի տնօրեն ընկեր Ազարյանին, ում հետ աշխատում եմ արդեն շուրջ 30 տարի։ Շնորհակալ եմ ձեր տարիների նվիրված աշխատանքի, սրտացավության, հոգատարության համար։ Դուք մարդ եք, ով կարողանում է համադրել խստությունը, արդարությունը և մարդկային ջերմությունը։ Ձեր ջանքերով այս հաստատությունը դարձել է ոչ միայն կրթության, այլև սիրով, ջերմության ու զարգացման կենտրոն։ Ձեր օրինակով շատերս սովորել ենք լինել ավելի բարի, պատասխանատու և նվիրված մեր գործին։ Թող ձեր աշխատանքը միշտ լինի գնահատված և թող մեր մանկապարտեզը շարունակի բարգավաճել ձեր կյանքերի և ջերմության շնորհիվ։ Դուք եղել եք ոչ միայն ղեկավար, այլև հոգատար ու բարի մարդ, ով միշտ հասկացել է մեր աշխատանքը և գնահատել։ Ես անկեղծորեն ուրախ եմ, որ այսքան տարիները կիսել եմ ձեզ հետ։ Դուք մարդ եք մեծատառով։ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մեծ ճանաչում ստացած օպերայի երգիչ Կարեն Խաչատրյանին, ով օրերս է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, որպեսզի մասնակցի այս հրաժարժան ցերեկույթին։ Խոսքը փոխանցում ենք Կարեն Խաչատրյանին։ Շնորհակալ եմ խոսք տրամադրելու համար, անկեղծ ասած ես շատ հուզված եմ հիմա, ամենաշատ հուզմունքը այն է, որ երբեք այսքան հուզված չեմ եղել ուրիշ բեմերում կանգնելու, բայց իմ հարազատներում այդ ամենամեծ պարտականությունը, պարտավորվածությունը ուզում եմ ավելի շատ դառնալ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամենաառաջինը կազմակերպիչներին, ովքեր որ մտահղացումը կատարել են, ընկեր Ազարյան, շնորհակալ եմ ձեզ։ Նման գեղեցիկ միջոցառման համար, նման գեղեցիկ ձևով ներկայացնելու, պատվելու մեր մանկավարժներին ու այն, որ ես տեսնում եմ հիմա երեխաներին, հետովի հիշում եմ իմ տարիները,
ու Երանի այդ տարիները, Երանի, որ ես ապրել եմ ձեզ հետ միասին մի տան պես ու մի ընտանիքի պես ու այդպես է մինչև այսօր ես դա տեսնում եմ ու այն որ ես հասել եմ հիմա ինչի որ ես հասել եմ, այդ հասել եմ ձեր շնորհիվ, ձեր մանկավարժների շնորհիվ ու ցանկանում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ ասում, որ ես ծնվել եմ այս գյուղում, ծնվել եմ այս մորից, որը դարձել եմ հիմա այնպիսին ինչպիսին, որ ես կամ իհարկե ես չեմ կարող իրեն հասնել, որովհետև ինքը շատ բարձր է, իր ավանդով, իր արած ցանկացած խոսքով իր ասած, իր արած գործով ես դեռ շատ տարիներ կանցնի, բայց երբեք չեմ կարող դրան հասնել, երբեք և ես եթե ևս մեկ անգամ ծնվեի, թե 1000 անգամ շատ շնորհակալ ու երազեի, որ նորից ծնվեի մի մորից կներեք շատ հուզված եմ և մի փոքր երգ որը որ շնորհեմ իմ մորս շատ շնորհակալ եմ Իրոք փոխանցում ենք ընկեր Մարիամին Մեր ժպիտով լույս է փորում, արի պես պայծառ շաղում, ռապարած երգ հագնում, իմաստության որ պարուրում, ամեն բարի ու հոգատար, մանուկների սիրելին է կանդաթար։ Շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի և ուշադրության համար։ Ես այս կոլեկտիվում աշխատում եմ 25 տարի և բոլորին խաղում և սիրում եմ յուրովի։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր տնօրենին, ընկեր Ազարյան ջան։ Անչափ շնորհակալ եմ ձեզնից, որ միշտ աջակցել և աջակցում եք մեզ բոլորիս։ Սա մեզ պատիվ է ինձ համար և ես պատրաստ եմ անել ամեն բան, որպեսզի արդարացնեմ։ Ձեր գնահատականը ինձ տալիս է նոր ուժ և ոգևորություն շարունակելու իմ աշխատանքը ավելի մեծ պատասխանատվությամբ։ Շնորհակալ եմ։ եմ 15 տարեկան, բայց երբ խոսում եմ մանկապարտեզի մասին, կարծես ամեն ինչ շուրջս նորից հետ է դառնում։ Մանկապարտեզի իմանուկ գույներով լի օրերը, ամեն ստանում են այնտեղ, որտեղ ինձ սպասում էին ընկերներս Տիրակչունից։ Հիշում եմ խաղալիքներով հարանը, փափուկ գորգը, որի վրա ժամերով ու մեր սիրելի հեքիաթները, որոնք լսելիս պատկերացնում կախարդական աշխարհ։ Հատկապես նկարչության ժամերով արեք ծաղիկներ, որոնք ինձ թվում են և ընկեր Ասյանը հաստատում էր, որ իսկական գլուխգործոցներ են։ Մանկապարտեզում իմ առաջին բեմերը երբեք չեմ մոռանա։ Տոնական միջոցառման ժամանակ խաղում էր ինչ-որ փոքրիկ կերպար ու բոլոր ծնողները կհարում էին։ Քնելու ժամերը այդքան եմ սիրում, երբեմն կոպերս փակում, ընկերներիս հետ ծիծաղելով փորձում էի գոնե մի քիչ ավելի երկարատում մնալ։ Մանկապարտեզի խոհանոցից միշտ հրաշալի բույր էր գալիս, հատկապես սիրում էի խմորով ու բամբրով ուտել։ Այստեղ եմ սովորել առաջինիս ընկերանալ